Սենա Հիսուսով, քանի որ ընտրյալը նա չէ, ով ինքը իրեն է գովաբանում, այլ նա, որին Տերն է գովում։ Սիրելի հավատացյալներ, հպարտ մարդը հեռու է Աստծուց։ Այս մեղքի պատճառով Աստծո շնորհը չի ներթափանցում մարդու մեջ և բաժանում է մեզ Աստծուց։ Աշխարհի բոլոր մեղքերը առաջանում են գոռոզությունից։ Ուրեմն եթե հեռանաս հպարտությունից, կհեռանաս բոլոր մեղքերից և կտեսնես դրանից հետո դառնում ես սիրելի և խոնարհ։ Անհրաժեշտ է պատերազմել հպարտության դեմ, մարտնչել և հաղթել նրան, որը մեզ բաժանում է պարզապես Աստծուց։ Հպարտ մարդու ընկերն է և բարեկամը Սատանան։ Սատանան այն ժամանակ է ծնկի գալիս ու պարտվում և խոնարհվում ես։ Ով մեծ խոնարհություն ունի, ավելի շատ հոգևոր էություն ունի։ Հպարտ մարդիկ խավարի մեջ է, ներքուստ անհանգիստ, իսկ արտաքուստ վարկածքով և աղմկով։ Չէ որ հպարտությունը հրեշտակներին դարձրեց դևեր, հպարտությունը մարդուն դրախտից վտարեց, իսկ այսօր փորձում է նետել դժոխք։ Ինչպես հասկանալ, թե երբ ենք հպարտության մեջ։ Չարը մեզ ամեն ինչ սխալ է ներկայացնում կյանքում։ Օրինակ, երբ եսասիրության մեջ ցանկություն ես զգում, ուրիշների մոտ քո անձով հիանալու զգացողություն, ինքդ կզգաս, որ հպարտությամբ ես հիվանդացել։ Եվ որ քեզ մոտ կտեսնես, ինչը ցավոք այսօր շատ է տարածված մեզանում, անհագ ցանկություն կա անձդ գովերքելու, անձդ գովասանքելու, գովազդելու, քեզ ուշադրության կենտրոնում պահելու ցանկություն և նկատելու ուրիշների կողմից, մանավանդ սոցցանցերում քո նկարների և վիդեոների տակ, թե ով ինչքան լայք է դրել ու գնահատել, օրդ անցկացնելով հեռախոսի մեջ, մսխելով թանկագին ժամանակը, կզգաս, որ խորացել ես հպարտության մահացու մեղքի մեջ։ Ցավոք, այսօր հպարտությունը մտել է ամեն տեղ։ Կապ չունի դու ով ես, աղքատ ես, հարուստ ես, հոգևոր ես, անհավատ ես, աչից ու ձախից, այս մեղքը քիչ թե շատ ախտահարում է բոլորից։ Հավատացյալը եկեղեցում աղոթելիս, եթե հպարտանում է իր լավ աղոթելուց, սաղմոց կարդացողը իր լավ սաղմոց կարդալուց, կամ քահանան իր զրնգուն բարձր ձայն ունենալուց, ցավոք սրանց նման միանշանակ հպարտության դրսևորումներ են, սրանք պիտի բանես քեզանից։ Սուրբերը ուրախանում էին, երբ իրենց քննադատում էին, ուրախանում էին իրենց նկատմամբ հնչող վատ խոսքերից, մինչդեռ փախչում էին իրենց մասին գովասանքներ լսելուց։ Ինչու է այդպես։ Որովհետև հասկանում էին, որ հպարտ մտքերը ակնթարթորեն են գալիս և դա սատանայի շատ հին գործելանոճն է։ Սրա դեմ պիտի արագ հնարք մտածել և գործել, շարունակ բաժվել խոնարհ մտքերով և գործերով։ Խոնարհությամբ ոչնչանում է հպարտությունը, երբ հպարտանում ես, Աստծո շնորհը պարզապես հեռանում է քեզանից։
եղել է, երբ մի լավ բան գործ ես արել, ու այդ լավ արարքը անելուց ինքը հպարտանում ես դրանով, գոռոզանում ես արած այդ գործով, գործի կեսից տեսնում ես ձախողված վիճակ, այն չի լինում ինչ ուզում եք, և ձախողման պատճառը մեծամտությունը դեր, ինչ դեր խանգարեց քեզ այդ լավ բանը անելու համար, ինչ անում ես արա համեստ, արա խոնարհ, արա Աստծո փառքի համար, ոչ թե քո փառքի համար, ոչ թե ուրիշներին երևալու համար, ու կտեսնես, որ հաջողություն կունենաս։ Սիրելի հավատացյալներ, հպարտությունը երկու տեսակ է լինում, ներքին և արտաքին։ Արտաքին հպարտությունը երևում է մարդու արտաքին տեսքից, երևում է իր զգեստից, քայլվածքից, խոսելաձևից։ Արտաքինից երևացող այս հպարտությունը բավականին հեշտ է բուժվում, մինչդեռ ներքին ծածուկ հպարտությունը շատ դժվար է ապաքինվում և բուժվում, հագնված է և ուրիշները չեն տեսնում սա։ Այս ծածուկ հագնված հպարտությունը հավատավոր մարդկանց մեջ է լինում շատ հաճախ, չնայած նրանք արտաքինից խոնարհ են, համեստ են և պարտաճանաչ են երևում, բայց իրանց ներսում թաքնվում է աշխարհի բոլոր հպարտությունը։ Հիշենք հայտնի մի խոսք. չար սատանան հանդես է գալիս աղքատների, ցնցոտիների շորերով, տեսքով։ Ինչպես ցավ ունեցող մարդը բուժվում է ճիշտ դեղ օգտագործելով, այնպես էլ չերևացող անտեսանելի հպարտությունը բուժվում է ներքին խոնարհությամբ։ Իր մասին մեծ կարծիք ունեցողը մնում է հպարտության ճահիճի մեջ և չունի հոգևոր առողջություն և տեսողություն և լսողություն, հետևաբար անորոշ է և մեծ կասկածի տակ է իր դարձի գալը և փրկությունը, և նա չի տեսնում ուրիշների շնորհները, ուրիշների առավելությունը, իր թերացումները և իր բոլոր բացթողումները։ Ուրեմն, ինչու պետք է քո մասին մեծ կարծիք ունենաս, ով ես դու, արդարորեն նայիր ինքդ քեզ, ինչ ես քեզանից ներկայացնում դու, Աստծո աչքին դու զրո ես, դու ոչինչ ես, իսկ ոչինչը հավասար է չլինելուն և հավասար է ոչնչի։ Հեռացրու քեզանից սատանայական հպարտությունը, դա քոնը չէ, հպարտությունը դա քո արարիչը քեզ չի տվել, դա չարն է, որ խաղում է քեզանով քեզ հետ, իսկ դու դրա մասին անգամ չես էլ մտածում։ Զինվիր Աստծո մտքերով, դեն նետիր անձիդ մասին մեծ լինելու խաբկանքից։ Գիտես դու երբ ես մեծ, դու մեծ ես, որքանով Աստված քեզ շնորհ է տվել, միայն այդքանը։ Դու մեծ ես, որքան Աստված քեզ առաջ կտանի կամ չի տանի։ Մեծ կլինես այնքանով, որքանով խոստովանես մեղքերդ և խոնարհվես Տիրոջ առջև։ Կմեծանաս այնքանով, որքանով մասնակից կլինես ամեն կիրակի Տիրոջ սուրբ պատարագներին և հաղորդվես Տեր Հիսուս Քրիստոսի արյունով և մարմնով։ Թե չէ դու մեծ չես կարող լինել, ճանաչված լինելու սին պատրանքը ընդհանրմենը փուչիկ է։ Եթե Քրիստոս հպարտության բուժման հարցով լուծումներ չառաջարկի մեզ, հիմա
հիմարություններ ենք դուրս տալու և հիմար արարքներ ենք անելու, հետևաբար ինչ կարծիք պիտի ունենաս քո մասին, ով մեծ կարծիք ունի իր մասին, նա հիմար է, ցած իջիր ցած, որ ճանաչես ինքդ քեզ, այլապես կմնաս ճանապարհի կեսին, դարձիր դեպի Աստված, շատ ինքնավստահ մի եղիր, երբ ամեն ինչի մեջ առջևում ես դնում Աստծուն, այլ ասում ես ինքս իմ ուժերով կանեմ, ես իմ ուժերով նա կանեմ, ասում ես ես, իմացիր ոչինչ չես կարող անել, սա նման է երբ ձեռքդ երկարում ես, որ մի բան վերցնես, բռնես, բայց բռնում ես գիտես ինչ, բռնում ես օդ, ձեռքդ դատարկ է մնում, բայց դու կարծում ես, թե մի լավ բան բռնեցիր, սկզբում տես ձեռքդ լիքն է, թե ոչ ու հետո ասա, որ բռնեցիր, եթե ճանաչես ինքդ քեզ, կտեսնես, որ սեփական ոչինչ չունես և առանց Աստծո օգնության ոչինչ չես կարող անել, ուրեմն, եթե հասկանաս, որ քո արած ամեն գեղեցիկը, բարին ու լավը Աստծուց է, իսկ չարիքն ու վատ անողը դու ես, կդադարես ինքդ քեզ վստահել և կազատվես չափից շատ ինքնավստահությունից։ Երբ մարդ հայտնի է դարձնում իր կատարած լավ գործը և սկսում է հպարտանալ, գոռոզանալ, միշտ գիտեք ինչ է լինում, կորցնում է այդ ամեն ինչը։ Երբ մարդ չի ընդունում գնահատանքի խոսքեր, չի սպասում իրեն գնահատեն խոսքով, նա աշխատում է Աստծո համար, նա ճիշտ ճանապարհի վրա է։ Այդ դեպքում նա վարձատրվում է Աստծուց։ Այս կյանքում նրա առաջ շնորհներով, իսկ հանդերձյալում դրախտի բարիքներով։ Հոգևոր մարդը ձգտում է դուր գալ ում պիտի դուր գաս։ Կարծում եմ և վստահ եմ, որ դուր պիտի գաս Աստծուն, ոչ թե մարդկանց։ Պողոս առաքյալը ասում է. եթե ուզենայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայեի լինի։ Ամբողջ անձով դարձիր Աստծուն։ Եթե սիրես Աստծուն, միշտ կմտածես, թե ինչպես շնորհակալություն հայտնես, ինչպես հաճոյանաս Աստծուն, և ոչ թե ինչպես հաճոյանաս մարդկանց։ Գովասանքները նման են թմրատեղերի, սին ուրախություններ են տալիս և իհարկե կործանում մարդկանց։ Հոգևոր մարդուն եթե ասես, այս գործը լավ չարեցիր, նա կուրախանա, որովհետև նրան օգնում ես, որ տեսնի սխալը։ Իսկ ինչպես կարող են անտարբեր լինել և գովասանքից, և վիրավորանքից, միայն այն ժամանակ, եթե ատենք և չընդունենք աշխարհի կեղծ ներկայացումները և թատրոնները, այդ ժամանակ նույն տրամադրությամբ կընդունենք և գովասանքը, և վիրավորանքը։ Երբ է մարդ դատարկություն զգում, այն ժամանակ է զգում դատարկություն, երբ նա փառասեր է, երբ ձգտում է բարձրանալ մարդկանց աչքի, միայն մարդկանց։ Քրիստոս չի բնակվում դատարկության մեջ, այլ եսից դատարկված մարդու սրտի մեջ է բնակվում։ Բայց չէ, ուզում ենք ճանաչում, մրցակցություն, բարձր տեղ կանգնել և նման այդ բաներ։ Արդյունքում
մնում ենք հենց նույն դատարկության մեջ։ Եվ ինչքան մեծանում է փառասիրությունը, այնքան մեծանում է նաև դատարկությունը։ Հպարտ գորոզ մարդը մեկուսացած է ասում, որովհետև հպարտությունը չի թողնում, որ Աստծո շնորհը մոտենա մարդուն, ինչպես ասում է Հովհաննես առաքյալը, առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Սիրելի հավատացյալներ, գոռոզամտությունը, հպարտության դերը, խոնարհությունը, միայն քաջ մարդը կարող է խոնարհություն ունենալ, համեստություն ունենալ։ Սաղմոս 2 ասում է. իմ երիտասարդության օրերից թշնամի սատանան ինչ շեղում է, հպարտությունով է լցնում ինձ, բայց ես հուսալով ապավինելով Աստծուն, խոնարհվելով նրա առաջ հաղթում եմ նրան։ Ուրեմն քաջություն ունենալու դեպքում Քրիստոս ինքը կհաղթանակի քո մեջ։ Խոնարհության դեպքում քեզ վրա անպայման կգա Աստծո շնորհը, որը առաջ արգելված է քո հպարտության պատճառով։ Եվ որ կարողանանք ինքներս մեզ, շատ կարևոր է սա, ինքներս մեզ լավ ճանաչել, շատ դժվար պրոցես է սա, այնքան ավելի շատ կբացվի մեր հոգու աչքերը և հստակ կարողանանք տեսնել մեր շատ տկարությունները։ Հետո ցանկություն առաջանա մաքրվել մեղքից, որից ծնվում է խոնարհությունը։ Հետևաբար որքան համեստություն ձեռք բերենք, Աստված ավելի շատ կսիրի մեզ։ Երբ մարդ բոլորից ցածր է համարում ինքն իրեն, այնտեղից բարձրանում է դեպի երկինք։ Բայց մենք ինչ ենք անում։ Համեմատում ենք մեզ ուրիշների հետ և հետևություններ ենք անում, որ նրանցից ավելի բարձր ենք, նրանցից և ուրիշներից ավելի լավն ենք, ասում ենք սրանց նման չենք, բայց այն պահից սկսած, երբ մեր մեջ առաջանում է որևէ միտք, որ ուրիշը մեզանից ցածր է, մենք զրկվում ենք Աստծո օգնությունից և Աստծո օգնության հնարավորություններից։ Փորձենք միշտ գնահատել ուրիշներին, տեսնենք ուրիշների մեջ լավը, այդ ժամանակ առատորեն գալիս է Աստծո շնորհը մեզ վրա։ Ուրիշներից կարող ենք ինչ-որ լավ բան սովորել, վերցնել, որպեսզի օգտակար լինենք թե մեզ և թե ուրիշներին։ Նույնիսկ կարելի է փոքրիկ երեխաներից սովորել, օրինակ վերցնել, որպես խոնարհության ասպար աղբյուր։ Սիրելիներ, սատանան այս աշխարհում ավելի շատ վախենում է ինչից։ Ինչից կարա վախենա սատանան։ Խոնարհությունից, հիշեք, խոնարհությունից սատանան սարսափում է, խոնարհությունը նրան սպանում է, ուր կա համեստություն, ուր կա խոնարհություն, սատանան չի կարող այնտեղ մտնել։ Խոնարհության մարդը լուսավորում է հոգու ընթացքը և երբ չի սայթաքում, հաղթահարում է բոլոր խոչընդոտները, որ նրա առաջ դրվել են փորձության տեսքով։ Երևի բոլորը հիշում եք Անտոն Մեծին, լսել եք, որ աշխարհով մեկ տարածված տեսավ սատանայի գործած ցանցը։ Երևի այսօրվա նման է, չէ՞։ Այդ ժամանակ սատանան բարձր գոչում է, ով կարող է փրկվել սրանից, և անմիջապես լսելի մի ձայն, որը նրան ասում է,
խոնարհություն, առաջընթաց կա այնտեղ, ուր կա շատ մեծ համեստություն։ Համեստությունը մեծ ուժ է։ Ցավոք այսօր մարդկանց կողմից այն չի արժևորվում։ Քառակուսի են մտածում բոլոր այն մարդիկ, ովքեր գոռոզամտությամբ են ապրում այս կյանքում։ Կլոր մտածելակերպ ունեցողներ, այսինքն համեստ մարդիկ, առաջընթաց են ունենում, որովհետև իրենց վրա չունեն արգելող տեղեր, որպեսզի կանգ առնեն եւ դոփեն նույն տեղը։ Սիրելիներ, մեզ ազգովի պետք է իրական խոնարհություն Տիրոջ առջև։ Մեկս մյուսի նկատմամբ սեր, ցամաքել է սեր։ Առավել այսօր անհրաժեշտ է համախմբվել եւ խոնարհվել, ապաշխարության գիտակցումով կանգնել Աստծուց, խնդրել զորակցություն, Աստծուց խնդրել հզորություն, միասնականություն, հաղթահարելու ցանկացած արհավիրք եւ պատուհաս։ Մեր փրկիչը Աստված է, իսկ փրկությունը մեր միասնականությունն է, այլ փրկիչներ չկան։ Մենք փրկիչներ ենք տեսնում հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, չկա այդպիսի բան։ Աստված է մեզ փրկում։ Մեր միասնականությունը, այլ փրկիչներ պարզապես չկան։ Մեզ հզորացնողը մեր միասնական լինելն է, մեկս մյուսին հասկանալ եւ գնահատել եւ սիրելն է։ Վանենք մեզանից սատանայական հպարտությունը, այն մեզ թուլացնում է, քանդում է մեր տունը, հեռացնենք մեզանից անհավատությունը, անհավատարմությունը, անտարբերությունը ու կտեսնենք կարճ ժամանակ հետո Աստծո արևը ոնց է ջերմացնում մեր ազգին։ Սիրելիներ, Տիրոջ սերը, ողորմությունը թող մեզ մխիթարի, խաղաղություն բերի հայոց աշխարհին եւ լուսավորի բոլոր նահատակների հիշատակը